Բարև ձեզ, Alpha News-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Armenian Future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանի հետ։ Պարոն Բադալյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր բարեգործական հիմնադրամը 2018 թվականից ձեռնամուխ է եղել Արագածոտնի մարզի Լուսագյուղ բնակավայրը Հայաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկը դարձնելու գործին։ Մինչև կներկայացնենք, թե ինչ աշխատանքներ եք կատարել այս տարիների ընթացքում, նախ խնդրեմ պատմեք, թե ինչու այս նախագիծը ցանկացաք իրականացնել եւ ինչու հենց Լուսագյուղում։ Ծրագիրը ծնվեց բարեգործական հիմնադրամի հիմնադիրների ուղեղում, որպեսզի ստանանք մի հայկական վերածնված, վերանայված գյուղի կոնցեպտ։ Իդեպ դա նաև ձեր հարցի երկրորդ մասին ամասան պատասխանում, ինչու Լուսագյուղը, որովհետև Լուսագյուղը նպատակների մեջ չէր, ընտրվել է Լուսագյուղը բավականին տանջալից փնտրտուքների արդյունքում շուրջ կես տարի Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերը ուսումնասիրվել են, ունեինք որոշակի չափորոշիչներ, որոնք մեր համար ծրագիրը բարենպաստ կատարելու եւ արդյունք տեսնելու համար, որոնք սահմանվել էին եւ այդ չափորոշիչներով ամենահամապատասխանների մեջից ընտրվել է Լուսագյուղը։ Օրինակ բերեմ չափորոշիչների, որ դուք էլ պատկերացնեք, օրինակ հարակից բնության գրավչությունը, նույն տուրիստական տեսանկյունից որ լինի, օրինակ Երևանին որպես մայրաքաղաք adekvat հեռավորությունը, Երևանից։ Օրինակ չափերը, որ օբյեկտիվորեն միջոցները բավարար են հատկացված եւ այլն, մի շարք նմանատիպ չափորոշիչներով ընտրվել է Լուսագյուղը ու ինչպես նշեցիք 18 թվականից ծրագիրը իրականացվում է փոփոխական տեմպերով, Այ ինչու մոտիվացիան ո՞րն էր նման նախագիծ իրականացնելու։ Մոտիվացիան նախ եւ առաջ մոտիվացիան, քանի որ արտասահմանաբնակ մեր գործարարների մասին է խոսքը ու իդեպ իրենց անձնական միջոցներով է այս ամբողջը իրականացվում։ Մոտիվացիան հայրենիքին մատուցել օգուտ, հայրենիքին մատուցել ծառայություն, ասենց ասեմ, որպեսզի մեր գյուղն էլ լինի աշխարհի ժամանակին համընթաց համապատասխան ժամանակին։ Ես գիտեմ, որ 5 ուղղություն է ընտրվել, որի շուրջ այդ աշխատանքները իրականացվել են։ Դպրոց, կրթություն, ենթակառուցվածքներ, զբոսաշրջություն, տեղական տնտեսություն, մշակույթ եւ առօրյա կյանք։ Այս 5 ուղղություններից յուրաքանչյուրով ինչ աշխատանքներ եք այս տարիների ընթացքում հասցրել անել, կարող եք հերթով բոլորը ներկայացնել։ Նախ եւ առաջ ծրագրի ամենասրտում, ընկած էր այն գաղափարը, որ պետք էր մշակել մի նոր գյուղի, մի նոր master plan կամ ավելի մեծ ծանոթ տերմիններով գլխավոր հատակագիծ, որը հիմք կլներ հետագա զարգացմանը։ Մենք ձեռնամուխ եղանք Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի հետ համատեղ այդ master plan-ի մշակմանը, որը հետագայում ընդունվեց որպես գյուղի գլխավոր հատակագիծ համայնքի կողմից, որի հիման վրա արդեն անցանք հետագա աշխատանքներին, այո, դուք ճիշտ եք նշում ճյուղերը, փորձեմ ամեն մեկով նշեմ մոտավոր արված եւ սպասվելիք աշխատանքները։ Առաջին հերթին գյուղը աշխատեցինք ձերբազատել հավելյալ ջարդոններից մետաղի, այնտեղ շուրջ 200-ից ավել կարծեմ մեքենայի ժանգոտված մարմիններ կային եւ այլ մի շարք մեծ ու փոքր աղբի տեսակներ, որոնք որ մենք գյուղից վերացրեցինք, որից հետո մենք մշակած ունենք ցանկապատի կոնցեպտ, որը որ ոչ թե փակում եւ պատասպարում է գյուղացիքին միմյանցից, այլ ավելի բաց ներդաշնակ մթնոլորտ է ստեղծում գյուղում, հենց տեղի ռելիեֆում արկա հանդիպող քարերից, սպիտակ եւ սև տարատեսակ քարերով կազմված ցանկապատներ են, որոնցից հիմնական փողոցին հարող հատվածներով շուրջ 3000-ից ավել գծամետր կառուցել ենք արդեն։ Նաև ունենք ծրագրով նախատեսված եւ մեծապես ամբողջ հաջողությամբ արված ասբեստից, այսպես կոչված տանիքներն ենք փոփոխել եւ մի շարքը դեռ մնում է նախատեսված առաջիկայում
այս տարվա տարեվերջին եւ եկող տարվա ընթացքում ունենք նախատեսած նաեւ այդ մնացյալը վթարային, հա, մի քանի տանիք ունեն գյուղում, ինչպես նաեւ այդ ասբեստի մնացած տանիքները, որոնք պետք է փոխվեն։ Դա ինչ վերաբերվում է գյուղացիքի տներին եւ այդ ենթակառուցվածքներին, հա։ Բացի դրանից ամենակարևոր եւ ոնց որ ծրագրի սիրտը հանդիսացող հատվածը դա աջող սերունդին վերաբերվող հատվածն է, ուստի այդ ուղղությամբ մաքսիմալ շատ գործ ունենք արած եւ ընթացքում։ Խոսքը դպրոցի մասին է։ Ոչ միայն, նաեւ ունենք կառուցված խաղահրապարակ, արդեն երևի 4 տարուց ավելա գործում է։ Բավականին մեծ ոգեշնչմամբ էր դիմավորվել ու առ այսօր բավականին մեծ պահանջարկ ունի գյուղի երեխաքի կողմից։ Այո, եւ ինչպես նշեցիք, դպրոցն է, որը բավականին մեծ արդիական կառույց է, հա, դպրոցը իր մարզադահլիճով։ Վերանորոգել եք ինչ աշխատանքներ են այսինքն կատարվել, տեխնոլոգիական հագեցվածություն եք ապահովել, ինչի մասին։ Տեսեք, մենք ամբողջովին 0-ից համայնքապետի հետ համատեղ ընտրեցինք տարածք առավել բարենպաստ դպրոց կառուցելու համար, այսինքն ներկայիս իրենց դպրոցի շենքը գտնվում է գյուղի ամենասկզբում, ինչը որոշակի անհարմարություն է ստեղծում, հա, ավելի բարձր հատվածներում գյուղի ապրող երեխաների համար, որպեսզի հասնեն դպրոց։ Մերը մի փոքր ավելի կենտրոնական հատվածում է տեղակայված գյուղի եւ այդ հատվածը որոշելուց հետո ձեռնամուխ ենք եղել կառուցմանը։ Այսօր ըստ էության շենքը ամբողջովին կանգնած է, նույնիսկ գրեթե ավարտված են ինժեներական բոլոր ներքին աշխատանքները եւ ակտիվորեն արդեն կառուցապատողները անցել են ներքին հարդարման աշխատանքներին։ Եղանակային մի փոքր անբարենպաստ էր վերջին ամսին պայմանները, անմիջապես անցնելու ենք նաեւ արտաքին բարեկարգմանը ու անում ենք ամեն ինչ, որ գալիք սեպտեմբերին արդեն երեխաները նոր դպրոց այցելեն, այո, եթե որևէ կոպիտ ասած օբյեկտիվ խոչընդոտների առաջ չհանդես գանք, այո։ Մյուս ուղղություններով, օրինակ մշակույթի հետ կապված ինչ աշխատանքներ են կատարել։ Տեսեք, ասեմ, մենք ունենք նախնական պայմանավորվածություն բոլոր օղակների հետ, որ երբ որ մենք ավարտենք բարեհաջող դպրոցի այս նոր շենքի շինարարությունը եւ երեխաները սկսեն այցելել արդեն նոր դպրոցի շենք։ Հին դպրոցի շենքը ինքնին բավականին լավ շենք է, հա, հին կառուցված։ Ճիշտ է, որոշակի բայցերով կախված հենց բուն դպրոց որպես ծառայելու հետ, բայց այլ բոլոր ֆունկցիաներին շատ պիտանի եւ մենք ունենք նախատեսած բարեկարգենք այդ շենքը ու օգտագործենք մի շարք ֆունկցիոնալ նպատակներով համայնքային շահերից ելնելով, հա, օրինակ այդ դպրոցի եղած մարզադահլիճը վերանորոգենք, դասասենյակները գործող վերանորոգենք եւ օգտագործենք թե մշակույթային, թե արհեստների եւ արվեստների եւ թե մի շարք այլ հետաքրքիր նպատակներով, որոնց նախագծումը դեռ ընթացքում է, չէի ուզենա շատ մանրամասնել, բայց ինձ թվում է մոտավոր պարզավոր շատ հետաքրքիր բնույթի շենքա լինելու, գրավելու է գրեթե բոլոր շերտերը գյուղի բնակիչների, բոլոր տարիքային խմբերը, ամեն մեկն էլ այնտեղ իրեն հետաքրքրություն նոր ուսում ստանալու կամ մշակույթային, այսպես ասած, քաղցը հագեցնելու անպայման ինչ որ նոր միջոցառումներ կսկսեն արդեն այդտեղ իրականացվել եւ այլն։ Զբոսաշրջություն եւ տեղական տնտեսություն ինչ ունեք այս ուղղություններով արված։ Տեսեք, այս ուղղություններով իրականում այս պահին ըստ էության արված շատ քիչ բան ունենք, բայց ունենք ամենամասշտաբային հատվածները ծրագրի, որոնք որ նախատեսում ենք անել այս տարվա ընթացքում եւ եկող երկու մնացած տարիների ընթացքում։ Առաջինը դա հանգստի գոտին է հյուրանոցով, որը որ գյուղին պետք է բերի նախ մեծ թվով զբոսաշրջիկների շարժ, ինչպես նաև խթան կհանդիսանա տնտեսական ակտիվության։ Մենք ընթացքում այս ծրագրի իրականացման շատ ենք փորձել, հա, եւ շարունակում ենք փորձել գյուղացիքին միջնորդ հանդիսանանք, որպեսզի կարողանան իրենք ցանկություն առաջանա իրենց մեջ, հա, իրենց տան շուրջ որևէ բիզնես ակտիվություն ձեռնամուխ լինել։ Օրինակ դա լինի հյուրատան, հացատան կամ որևէ այլ նմանատիպ գործունեության տեսքով։ Հաջողվում է ձեզ։
Փոփոխական հաջողությամբ, բայց մենք ունենք խորին վստահություն, որ մեր նախատեսածը ծրագրային, ասեմ ձեզ, սենց է, որ մեր հյուրանոցային համալիրի այդ հանգստի գոտու կառուցման հետ զուգահեռ մենք ունենք վստահություն, որ կաճի նաև գյուղացիքի պատկերացումներում կերևա արդեն ցանկությունը։ Այս պահին դա մի փոքր ավելի քիչ է, բայց իրենք էլ արդեն կտեսնեն հաջողված կոնցեպտ որպես եւ իրենք էլ կուզենան ավելի ակտիվ զբաղվեն այդ գործերով նմանատիպ, հա, ոչ թե օրինակ արտագնա աշխատանքների մեկնելու ցանկությամբ կամ որևէ այլ գործով։ Այսինքն ավելի հեռանկարային զբաղվածության ուղիներ կտեսնեն իրենք էլի, մենք էլ դե ամեն ինչ կանենք, որ աջակցենք իրենց։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս տարիների ընթացքում ձեր հիմնադրամի կողմից այս պրոյեկտի իրականացման աշխատանքները իրականացրել են նաև հենց տեղացիները, իհարկե վճարային հիմունքներով, այսինքն դուք այդ մարդկանց համար աշխատատեղ եք ստեղծել, աշխատանքով եք ապահովել եւ տվյալ մարդիկ օրինակ արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն հենց իրենց գյուղում են իրենց հացի գումարը վաստակել։ Այո, կարելի է տենց ասել, մենք առավելագույնս ձեռնամուխ ենք եղել հնարավորի չափով ներգրավել հենց տեղացիքին, այլ հատվածներից երկրի, հա, աշխատուժ ներգրավել ենք միայն նմանատիպ անհրաժեշտ մասնագիտական բանը չճարելու դեպքում, բոլոր այլ դեպքերում ներգրավել են հենց լուսագյուղցի կառույց։ 2029-ին ավարտն է այս նախագծի։ Տեղավորվելու եք ժամկետների մեջ, թե հնարավոր է որոշակի այլ ժամանակ։ Դա արդեն իրականում մենք մի անգամ առաջ ենք տվել այդ ժամկետը, հա, եւ կուզենայի խուսափեմ նման պատասխան տալուց, որովհետեւ ու մեր ուժերի սահմաններում անում ենք ամեն ինչ, որ հասցնենք, բայց չեմ կարող վստահ լինել, որ որևէ հարակից պայման չի ստեղծվի, որը որ մեզ մի քիչ կդանդաղացնի այս կամ այն հատվածում ծրագրի, նման բաներ ընթացքում միշտ լինում են, անկանխատեսելի նկատի ունեմ որևէ երևույթներ, հա, հակառակ դեպքում այո կհասցնենք։ Իսկ խոչընդոտներ որևէ տեսակի հանդիպել եք, թե չէ։ Տարատեսակ խոչընդոտներ անշուշտ միշտ լինում են, բայց երևի թե դա առօրյա աշխատանք է։ Տեսեք, միշտ էլ համայնքապետարանի, հենց համայնքապետի, գյուղացիքի հետ աշխատանքի արդյունքում իրենց աջակցությամբ պետության եւ պետության առանձին ստորաբաժանումների, հա, նախարարությունների հետ բոլորն էլ գիտակցում են, որ լավ ծրագիր է կատարվում, բոլորն էլ իրենց ուժերի ներածի չափով փորձում են աջակցեն, որ խոչընդոտները հարթվեն, այսինքն ըստ էության նենց խոչընդոտ, որի մասին կարելի էր բարձրաձայնել, այս պահին չկա, ամեն ինչ լավ է։ Նախագիծը իրականացնելու համար $8 միլիոն է պահանջվել, հիմնադրամը այդքան է տրամադրել։ Այդ միջոցները որտեղից են հայթայթվել։ $8 միլիոն հատկացվել է բացառապես հիմնադիրների անձնական միջոցներից, ինչպես նշեցի, իրենք գործարարներ են արտասահմանում բնակվող։ Այդ 8 միլիոնը մեր համար, հա, մեր ծրագրի համար շատ հարաբերական թիվ է, այսինքն ինքը կառուցվել է, քանի որ կառավարությունը պահանջ ունի հստակ թվերով ծրագիրը ներկայացնելու։ Ուստի, բայց մենք չունենք նման հստակություն, այսինքն մենք անհրաժեշտության դեպքում այդ թիվը պատրաստ ենք վերանայենք թե դեպի վեր, թե դեպի ներքև, քանի որ ծրագիրը օպտիմիզացվում է ըստ կոպիտ ասած դաշտում աշխատանքի, հա, ըստ գյուղի պահանջների, գյուղը, ինչպես պատկերացնում եք, կենդանի էակ է, կենդանի օրգանիզմ է իր առօրյայով, որում տարբեր բաներ փոխվում են եւ օբյեկտիվ անհրաժեշտությունները գյուղի իրենց ոնց որ շեշտադրումը ունեն այս աշխատանքի մեջ։ Ուստի, այո, 8 միլիոնը այս պահին հաստատված բյուջեն է ծրագրի, որի կեսից ավելը արդեն իրացվել է գյուղում եւ նախատեսվում է նաև հաջորդ էտապների վրա ծախսել մնացած բյուջեի հատվածը։ Ուղղություններից որ մեկն է ամենաշատ գումար պահանջածը եղել։ Երևի թե շինարարությունը, առավել կոնկրետ այս դպրոցը բավականին բարդ շինարարություն եղավ տարբեր պատճառներով եւ բավականին շատ գումար բյուջեից
ուղղվեց հենց այս շինարարությանը, հաջորդ մեծ կետը կլինի հենց այդ հանգստի գոտին հյուրանոցային այդ համալիրը, որի համար նախատեսված է մյուս մեծ կտորը բյուջեի։ Մնացած ամեն ինչը եղել է շատ, բայց փոքր, այսինքն տանիքներ, շուրջ 80 տանիք, հա, օրինակ, ինքը իրանով ամեն մեկը առանձին մեծ գումար չի, $8 միլիոն համեմատությամբ, հա, բայց հանրագումարով բավականին նշանակալից թիվ է ստացվում եւ այլն նման ձևով։ Իդեպ քանի հոգու համար է նախատեսված դպրոցը։ Գյուղում այս պահին ըստ էության կա շուրջ 100 աշակերտ։ Տարից տարի մի քանի հոգով ավելանում պակասում է, բայց ըստ էության շուրջ 100 է։ Մեր դպրոցը նախատեսված է, եթե նորմերով ենք նայում ամբողջովին են վերին շեմով, հա 180 շուրջ երեխայի համար։ Բայց ըստ էության 200-ից ավել երեխա հանգիստ անհրաժեշտության դեպքում կարող է ուսուցանել այդ դպրոցում սովորել։ Կրկնակի բան ենք ներառել էլի հաշվարկներում նախագծային էտապում այն մտքով, որ ոչ միայն գյուղը կզարգանա, կբազմանա եւ կմեծանա բնակչությունը, այլ նաեւ հարակից շրջաններից, ընդհանուր ապարան քաղաքից կլինեն ցանկացողներ իրենց երեխաներին բերել առավել նոր, առավել հագեցված դպրոց սովորելու։ Որպես այդպիսին զբոսաշրջային հոսք նկատելի եղել է այս տարիների ընթացքում։ Այո, Լուսագյուղը առանց մեր մասնակցության նույնիսկ բավականին զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ բնակավայր է, հա, ունի գրավիչ բնություն։ Տեսեք, առավելապես միջ այսօր, հա, ինքը ավելի շատ ներգնա զբոսաշրջության համար է գրավիչ, հա, մեր նպատակը ավելի շատ կենտրոնանալ արտագնա զբոսաշրջիկների արտասահմանից եկող զբոսաշրջիկներին ներգրավելու վրա, որովհետև ներգնա զբոսաշրջության համար ինքը արդեն իսկ բավականին գրավիչ գյուղ է։ Այնտեղ գտնվում գյուղին է պատկանում, հա, 7-րդ դարի, եթե չեմ սխալվում, կառուցված Թուխմանուկ եկեղեցին, որը բավականին հոգևոր մեծ արժեք ներկայացնող եկեղեցի է ու նույնիսկ ունի իր օրը, որ այդ օրը ուխտագնացության այդ եկեղեցի գալիս են ահավոր մեծ քանակով մարդիկ, հա, ու անպատրաստից կարա շոկի բերի այդ քանակը մարդկանց, այդ շարժը, որ այդ օրը ներգրավվում են այդ գյուղում, միայն այդ եկեղեցու համար, շնորհիվ, այո։ Եվ դա եւս մեծ տուրիստական հոսք է ապահովելու հետագայում։ Եվ որպես հետևանք, հա, բերելու է գյուղացիքին նոր եկամուտների մի շարք աղբյուրներ, ըստ իրենց արդեն ցանկության։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ զրուցում էի Armenian Future բարեգործական հիմնադրամի տնօրեն Մերուժան Բադալյանի հետ։